Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը նկարիչ Արշակ Սարգսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, արվեստի ստեղծագործությունները նման են մարդկանց, նրանք կարող են լինել հաճելի, նույնիսկ շատ մեծ թերությունների առկայության դեպքում, ասել է Կարլ Բյորնեն, համամիտ եք թե չէ եւ ինչպես կբնութագրեք ձեր ստեղծագործությունները։ Այո, համամիտ եմ, իրականում որտեվ արվեստի լեզուն շատ տարբեր է եւ ինքը ունի իր հատուկ լեզուն, տեսակը, մտածելակերպի եւ ասելիքի մեջ պետքա միշտ կարողանաս փորձես հասկանաս, այսպես ասած, արվեստի հատուկ լեզվով։ Եվ ես կարծում եմ, որ իմ նկարչությունը հիմնված է երևի եւ սյուրռեալիզմի եւ իրականի եւ անիրականի մեջ եւ իմ ամբողջ արվեստը մարդու մասին է եւ ժամանակակից մարդու մասին։ Ինչպիսին է ժամանակակից մարդը։ Գիտեք, որպես այդպեսին ես միշտ փորձում եմ ուսումնասիրեմ մարդկային տեսակները կամ այսպես ասած հոգեկան վիճակները մարդու ներսից եկող այդ հպումները, որոնց պատճառով մարդը փոխում է իր իրական կերպարը կամ լատիներեն ասած personality-ին, որտեվ տեսեք բազմաթիվ նկարիչներ կան, որոնք նկարում են մերկ մարմիններ, բայց իրականում իմ նկարության հենց հստակ տարբերությունը նրանում է, որ ես նկարում եմ մարդկանց, ովքեր շորերով են, զգեստներով են, այսինքն պերսոնալիտիներ են, որոնք ներկայացնում են իրանց հատուկ էներգիան, ժամանակակից, այսպես ասած, հա։ Եվ այդ ձևով երևի ինչ որ տարբերությամբ հա փոխվում է եւ ինչպես նկատեցիք իմ ցուցահանդեսի հենց անունը կոչվում էր թշնի ձայնը, այսպես չէ, հոգու թշնի ձայնը եւ սա էլ է իրականում կապված այդ հոգու ազատության ֆենոմենի հետ, որտեղ իսկական մարդու ազատությունը իր մտքի հոգու մեջ է եւ այս ձևով ես փորձում էի փակագծերը բացեի եւ ճանապարհ բացեի իմ արվեստով իմ խոսքի հետ։ Այսինքն դուք փոխանցում եք մարդկային հոգեվիճակները։ Հա, կարծում եմ, այո, փոխանցվում են։ Տեսեք, եթե չեմ սխալվում, դուք ծնվել եք Գյումրիում։ Այո։ Ապրել եք այնտեղ եւ երկրաշարժից առաջ, չէ՞, եւ երկրաշարժից հետո եւ երկրաշարժից հետո էլ ամեն դեպքում ձեր աչքի առաջ եղել է այդ տնական պատկերը, այդ այսպես ասած դոմիկները։ Ես դա չեմ տեսել, որովհետեւ մենք տեղափոխվել ենք Երևան, բայց ամեն դեպքում կարծում եմ կապը Գյումրիի հետ։ Գյումրիի հետ կապ չունեմ իրականում, ուրախանում եմ, որ Գյումրին զարգանում է։ Երբեք էլ Գյումրի չեք գնացել այդ այնտեղից հեռանալու։ Շատ հազվագյուտ։ Իտալիա, Անգլիա ավելի շատ եմ գնում, քան Գյումրի։ Ինչու՞։ Որտեվ այդտեղ ինձ ձգող ոչ մի բան չկա, բայց իրականում ֆանտաստիկ տեղ է մեծ էներգիայով եւ ես կարծում եմ, որ Գյումրին մեծ ապագա ունի եւ մշակութային երբեմն եղել է մշակութային կենտրոն եւ եղել է մի տեղ, որտեղ մտածող մարդիկ են ապրել եւ ավելի կենտրոն ա եղել, քան Երևանը, բայց Գյումրին իմ համար բացահայտելու բան շատ չունեմ այնտեղ, բայց ամեն դեպքում երբ մարդը ծնվել է այնտեղ, չէ, սովորաբար այդպես է, ծննդավայրն է լինում, միշտ ինչ-որ մի բան, այսպես ասած, քաշում է նրան այնտեղ իր մանկության տարիները, այդ չկա, վերջին անգամ երբ եք եղել։ Վերջի անգամ անկեղծ ասած վերջերս եմ եղել, մի քանի ժամով գործով էի այնտեղ, այդ կենտրոնի կաֆեում նստեցի եւ զգացի Գյումրին ինչ հրաշալի էներգետիկա ունի եւ ինձ նմանացնում է Իտալիային, հա, եւ լույսը շատ յուրահատուկ է, ոնց որ հռոմում լինեի այդ լույսը հռոմի եւ բոլորիս երևի շատերիս համար Հռոմը մեր երազած Երևանն է կամ Գյումրին է, չէ, որ բոլորս կուզենք, որ Հռոմի պես քաղաք ունենանք, բայց դետալների մեջ ֆրագմենտալ ես Գյումրիում նկատում եմ այդ մի հատ լավ յուրահատուկ մի բան, որը մենակ Գյումրին ունի։ Եվ միայն դրական, էլի։ Իսկ ինչ որ ցավացրել է Գյումրին կամ ցավոտ հիշողություն կա, որ ամեն դեպքում այսպես ասած ասում եք ինչ չի ձգում։ Չէ, չեմ կարծում, որովհետև իրականում ես պրակտիկ մարդ եմ եւ ես ապրում եմ իրականության մեջ
եւ ինձ թե բացասական դեն դրական ազդեցությունները շատ մեծ առումով իմ մեջ շեղումներ չեն անում, որտեղ ես դրանից ավելի անկախ եմ ապրում։ Դուք ասացիք Իտալիա, Միացյալ Նահանգներ, շատ արվեստագետներ երազում են հենց ապրել, ստեղծագործել Իտալիայում։ Չկա ձեզ մոտ այդ ցանկությունը, այդ երազանքը։ Չէ, իհարկե, երևի, չգիտեմ, բարդ է իտալացիների մեջ պատկերացնեք ապրեք իտալական մշակույթը, համաշխարհային արվեստի մշակույթը երևի մեծ ժառանգությունը կախված է իտալական մշակույթի հետ, չէ, եւ միջնադարը, ռենեսանսը իտալական իշքան մեծ ժառանգության անթող է։ Եվ գնաս մտնես այդ ամեն ինչի մեջ հայ լինելով, չգիտեմ, ես կարծում եմ, որ իմ ուժը ավելի շատ էստեղ է եւ էստեղ շատ բան ունեմ անելու եւ թողնելու։ Իսկ գնահատվում է այստեղ արվեստագետը։ Գիտեք, ամեն ինչ հարաբերական է եւ կախված է քեզանից եւ քո արածի որակից եւ քո մտքի որակից եւ քեզանից, որտեվ հենց դու ես պատճառը, որ կարող է մարդիկ սիրեն արվեստը եւ ինչ որ ձևի ուղղորդես իրանց իրական արվեստին մոտեցնելու համար։ Մենք որովհետև շատ հաճախ տեսնում ենք, չէ՞, որ մարդիկ այս կամ այն ցուցահանդեսին գնում են, նայում են, այսպես ասած գլխով մի շարժում են անում, բայց իրականում այդ նկարից ոչինչ չեն էլ հասկանում եւ նույն հաջողությամբ գնում են դասական երաժշտության համերգի ընթացքում քնում են, հետո արտանում դուրս են գալիս սրահից։ Ինչ անել, որ արվեստը ավելի հասկանալի լինի շատերի համար, թե դա հնարավոր չէ։ Գիտեք, ինձ այդ դուր է գալիս մարդիկ, որ կարող գնան օպերայում քնեն կամ ազատ են։ Ամենայն դեպս իրանց պարտադրել պետք չի, իրավունք չունես պարտադրես մի բանով, որտեղ դու ուղղակի չունես այդ լիազորությունները, որտեղ մարդիկ ազատ են եւ եթե իրանց ուզում է մի բան, որտեղ գիտեք մարդիկ կան, որ այս վերջերս ես իմ ցուցասրահի մեջ մի կին մոտեցավ, ինքը շատ անհանգիստ ձայնով մի քիչ ջղայնացած ինձ հարցեր էր տալիս, թե ինչի է այսպես, թե ինչի է այն այնպես, բայց ես շատ լրջորեն մոտեցա իհարկե, որտեղ ես հասկացա, որ այդ կնոջ մեջ կա բավականին խորը լրջություն, եւ ինքը ուզում էր հարցի պատասխանը ստանալ։ Եվ այդ ջղայնությունը գալիս է երևի իր ներքինում ինչ որ մի բան կատարվում է եւ ինքը ուզում է այդ պատճառը իմանա։ Եվ դու պարտավոր ես որպես արվեստագետ զգաստանաս եւ փորձես պատասխանես, չգիտեմ, ինչքան արդյունք կունենա դա, բայց դու այդտեղ զգոնանում ես։ Բայց երբ որ տեսնում ես, որ հետաքրքրությունը չկա, դա նորմալ է, որտեղ արվեստը շատ բացառիկ է եւ շատ քիչ տոկոս մարդկանց է երևի ընկալելի եւ հասանելի։ Եվ դա լավ է թե վատ է, որ շատ քիչ տոկոս մարդկանց է ընկալելի, հասանելի, այսինքն այդտեղ պետք է ամեն ինչ անել, որ շատերին ընկալելի լինի, թե ոչ։ Ճիշտ է, հնարավոր է անել, համաձայն եմ, որտեղ դա կարող է վարակիչ լինի, լավ առումով, որ մարդկանց մեջ մտնի այդ հետաքրքրությունը եւ մարդիկ ավելի անկաշկանդորեն փորձեն հասկանան արվեստի էություն, արվեստի զգացողությունը, բայց գիտեք, արվեստը շատ ժամանակ մարդիկ իրանց ձևով են փորձում հասկանան եւ փորձում են պատասխաններ ստանան ամեն ինչ որ արվեստագետը անում է, բայց շատ բարդ է, դա մի մաթեմատիկա չի կամ եթե խոհարար ես կարող ես ասես, որ այս բան խառնեցի իրար հետ եւ ստացա այս ճաշը, չէ, բայց արվեստում բարդ է դա անելը, որտեվ իրապես դու քո մտքի ազատության մեջ ես դա անում եւ ինչ որ քո ներսում է դա կատարվում, դու չես կարողանում դրանք համարակալես եւ ասես, որ այսպես արեցի, այսպես ստացվեց։ Իրական անկախ քեզանից դա լինում է եւ քո բնությունը շատ ավելի առաջ է հաճախ լինում։ Վերջերս արվեստագետներից մեկը մի հետաքրքիր բան ասաց, որ որքան մարդը տխուր է, կարոտած, սթրեսային, այնքան ավելի լավ են ստացվում նրա ստեղծագործությունները, լինի դա նկարչության տեսքով, թե երաժշտության կամ պոեզիայի։ Գիտեք, ենթադրում եմ, որ լավ արվեստը նաև ծնվում է քո կենտրոնացումից, չէ, այդպես ասենք, երբ որ դու լավ կենտրոնացած ես, բայց երբ որ քո դեպի ներս ես գնում, քո մեջ դու կարողանում ես գտնես այդ կենտրոնացման գտնելու ընթացքը շատ կարևոր է, երբ որ դու ազատվում ես արտաքին ազդեցություններից, թե բացասական, թե դրական։
եւ կտրվում ես դրանից եւ հայտնվում ես մի ազատության մեջ, որտեղ դու ես եւ բնությունը եւ քո էությունը եւ այդտեղ ստեղծվում է քո արվեստը եւ հաճախ ասում են, որ պատերազմները, դժվարությունները արվեստագետին կենտրոնացնում են, բայց ինձ թվում է ավելի արվեստագետը այդտեղ գտնում է իրական այդ իրականությունը, ցավի զգացողությունը կամ ապրումները քեզ հավաքում են, որ դու մի պահ կարողանում ես կտրվես իրականությունից եւ ավելի կենտրոնացած լինես եւ դա քեզ բուժում է, որտեղ դա հոգեբանական մի process է, որ դու այդտեղ ինքդ քեզ գտնում ես։ Պատերազմի ընթացքում դուք ստեղծագործել եք 44 օրյա ընթացքում։ Այո, ես իմ արվեստանոցում էի այդ դժվար օրերին եւ զարմանալիորեն անդադ ստեղծագործում էի եւ ինքս ինձ հարցեր չտալով ուղղակի ես փորձում էի լինել բնական ձևով, այսինքն ստեղծագործում էի, բայց իրապես այո, այդ ամեն ինչը քո մեջով անցնում է, որտեվ դու փոքր երկրում ենք մենք ապրում եւ մեր տարածությունը շատ սահմանափակ է այս երկրում եւ շատ ուժեղ այդ էներգիաների ալիքները քո մեջ անցնում է։ Ինչքան է որ դու ասես, որ դու անտեսում ես կողքումդ ինչա կատարվում եւ դու առանձին փակված ապրում ես քո բանի մեջ, հա, շղարշի մեջ, բայց այդպես չի, որտեղ դու կրողն ես այդ ազդեցությունները։ Իսկ նկարներում փոփոխություն նկատվում է գույների, այսինքն այդ հոգեվիճակը արտահայտվում է։ Գիտեք, այդ չեմ կարող ասել, որտեղ դա պետքա դիտողը ասի, ես դա իրապես չեմ շատ։ Իսկ երբ եք դադարում ստեղծագործել, ինչ պիտի տեղի ունենա, որ այդ պահին զգաք, որ չէ, վրձինը պետքա մի կողմ նետել։ Գիտեք, ստեղծագործական process-ը ամեն օր, ամենտեղ արվեստագետի համար դա շատ ավելի կարևոր է քո ուսումնասիրությունները միջև ստեղծագործելը, օրինակ իմ համար շատ կարևոր է եւ ինչ պետք է անեմ եւ ոնց պետք է սկսեմ նկարը եւ օրինակ նկարը սկսելուց առաջ շատ ավելի կարևոր ընթացքներ կան, որը դու պետք է պատրաստ լինես, հասկանաս եւ նոր քեզ ձգի դրան, որ դու կարողանաս սկսես նկարը, այսինքն ինքը ամեն րոպե, ամեն վրձնի հարված կարևոր չի, ինչքան կարևոր է դու ինչպես ես դա անում եւ ինչի ես անում եւ շատ հանգամանքներ կան, որ լավ նկար ունենաս, այսինքն վերջնական քո արդյունքը նորմալ մի բան լինի։ Երևանը հարմար է ստեղծագործելու համար։ Այո, Երևանը հրաշալի քաղաք է։ Զարմանալի հրաշալի քաղաք է եւ ինձ միշտ զարմացնում է, որտեվ գիտեք ամեն տեղ կա բացասական դրական այդ դու ալիքների մեջով անդադ անցնում ես, բայց ես փորձում եմ գտնեմ դրա լավագույնը այդ երկուսի մեջ, հա, եւ մնալ կենթանի, այսինքն հումորով ամեն ինչ ընկալելու, որտեվ դա ամենտեղ կյանքը ունի այդ։ Ես Լոնդոնում երկար տարիներ եմ անցկացրել եւ շատ եմ եղել Անգլիայում, ամենալավ կյանքի մեջ դժվարությունները կան, անհարմարությունները կան, բայց դու կարողանում ես քեզ տիրապետես, ոտքի վրա մնաս, այսինքն այդ կարևորը դա է երևի էլի, չերանալը, իրականությունը հասկանալ որպես ֆենոմեն, իր ամբողջ բացասական եւ դրական իմաստով դու ուղղակի փիլիսոփայորեն ես մոտենում եւ առաջ ես գնում։ Երբ մենք զրուցում ենք, պայմանավորվում ենք հարցազրույցի համար, դուք ինձ ասացիք, որ քաղաքականությունից հարցեր չտաք։ Վան Գոգն ասել է՝ լույս ու ազատություն որոնիր եւ շատ մի խորացիր այս աշխարհի այդ քաղաքական խնդիրների խաղերի մեջ։ Մոտավորապես այդպես ինքը ավելի վատ էր բնութագրել, բայց ես չեմ ուզում այդ բառը օգտագործել։ Այո, տեսեք ինչ փիլիսոփայական միտք կա։ Իրականում գիտեք, ամեն մեկս մեր, այսպես ասում են, չէ, որ ամեն մեկս մենք մեր գործը պետք է անենք։ Ես կարող եմ իմ ազդեցությունս ունենամ ինչ որ ձևի, բայց դա միայն կարող եմ, քանի որ ես արվեստագետ եմ եւ ես իմ գործս անում եմ լավագույն ձևով։ Եվ այդքանով ես կարող եմ նպաստեմ քաղաքականությանը։ Եվ իմ հայ լինելու տեսակով ես շատ ավելի լավ քաղաքականություն կարող
անեմ, քան շատ քաղաքականագետ իր ագրեսիվ վերաբերմունքով եւ իր էգոն, իր եսը առաջ տանելով, չէ, որտեղ աշխարհում ամենաստացված մարդիկ, որ նայում եք, ջինի պես իր էգոն հանում են, դնում են եւ ինքը իր եսը շատ չես տեսնում, որտեղ դա հզոր ուժ է։ Եվ այդ եսը առաջ տանելը դա ես կարծում եմ, որ դա միայն բացասական ազդեցություն է թողում եւ մարդիկ շատ խորն են եւ իրանք հասկանում են, որ այդ մարդը միայն խոսում է իր մասին։ Դուք խոսեցիք ագրեսիայից, էգոիզմից, բայց այդուամենայնիվ, եթե անգամ քաղաքականությունից էլ վերանանք, մենք տեսնում ենք, որ համացանցում դա կա, այդ ագրեսիան, այդ էգոիզմը, այդ ատելությունը։ Այո, չի կարող չլինել։ Չի կարող չլինել, որովհետեւ դա, չէ, հիմնական հենց բունն իմաստն է մեդիայի։ Տեսեք, նույն BBC-ն ամենտեղ, որ նայում եք աշխարհի լավագույն հեռուստաընկերությունները, ինչ են քարոզում։ Բայց լրատվականներից բացի մենք տեսնում ենք, որ շատ անհատներ այդ անհանդուրժողականության մթնոլորտը ձևավորում են իրենց Facebook-յան գրառումներում։ Դա ինչի հետևանք է։ Գիտեք, դա իրանց անձնական երևի իրանց ներսից եկող խնդիրներն են, որ իրանք ուզում են առաջ մղեն եւ խոսեն, ազատ մարդիկ են, չէ, ես կարծում եմ, որ ամենալավ բանը, որ դու ազատ ես, եթե ուզում ես, լսում ես, չես ուզում, չես լսում, այսինքն այդքանով վերջանում է հարցը։ Եթե մարդուն դուր չի գալիս, թող չնայի, թող փոխի այդ ալիքը։ Եվ հոգու թրջնի ձայնը, մինչև երբ հետևելու ցուցահանդեսը եւ քանի աշխատանք է ներկայացված։ 21 դեկտեմբերի ցուցասրահ կլինի Իգիթյանի ազգային կենտրոնում է, ցուցահանդեսը տեղի ունեցավ, որ Աբովյան 13 հասցեում է։ Եվ ցուցահանդեսը բացեցինք ամսի 5-ին դեկտեմբերի։ Քանի աշխատանք եք ներկայացրել եւ որ ժամանակների ձեր աշխատանքներն են։ Մոտ 25-ի մոտ նկարներ եմ ներկայացրել 2015-ից մինչև 25 թիվը ընկած այդ հատվածում արված։ Եվ այցելումները շատ են։ Այո, զարմանալի շատ են, հա, եւ ես շատ ուրախ եմ, որովհետեւ ես բազմաթիվ ցուցահանդեսներ եմ ունեցել Եվրոպայի մեջ եւ Ամերիկայում եւ թանգարաններում մի քանի կարեւոր Եվրոպայում եւ ինչ որ այնտեղ զգացել եմ, ապրել եմ, շատ հրաշալի է իմ համար որպես արվեստագետ դա, բայց իմ երկրում ինչ որ արվում է, երևի ինչ որ ձևով իմ համար շատ կարեւոր է եւ բաց եմ այդ քննադատությանը մարդկանց եւ ուրախ եմ ամենայն դեպս բացասական դրական ես ուրախ եմ որ սա արեցի ցուցահանդեսը որտեղ իմ համար սա կարևոր է։ Շնորհակալություն։ Ձեզ մերսի։ Հիշեցնեմ իմ հյուրը նկարիչ Արշակ Սարգսյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։